Ես քո երգը վաղուց եմ լսել Բաբկեն, 63 տարեկան, թոշակառու է, կինը մահացել է 2 տարի առաջ։ Եկար Վարդան ջան, ոնց ես, աշխատանքիդ վայրում ամեն ինչ լավ էր։ Բաբ ջան, լավ է, դու ասա ոնց ես, հացմած կերել ես։ Վարդան, 37 տարեկան, Բաբկենի որդին է, ամուսնացած է, ունի 3 երեխա, աշխատում է փայտի վերամշակման արտադրամասում։ Հա, տղաշար, ապրես, գնա դու էլ մի բան կեր։ Չէ, պապ ջան, սոված չեմ, մի քիչ հետո որ սովածանամ կուտեմ։ Սուրճ դնեմ միասին խմենք։ Չէ, սուրճ էլ եմ արդեն խմել։ Իա, հարսդ գիտեմ, որ տանը չի, քեզ ով է սուրճ տվել։ Գնացի մեր հարևան Լուսիկի մոտ, հյուրասիրեց։ Պապ, ես վերջերս շուշուտ ես գրում Լուսիկ ես տուն, հո բարման չկա, խերա։ Ինչա չի կարելի։ Դե ես իմ դուք իմանաս կարելի է, չի կարելի։ Դե մեղքս ինչ թաքցնեմ, որ խոսքը բացվեց ասեմ։ Համ էլ ճիշտ ասած ուզում էի այդ թեմայով քեզ հետ զրուցել։ Պապ կատակ ես անում, թե… Չէ, ինչ կատակ, երկար եմ մտածել։ Լուսիկը մենակ կին է, այսքան ինչ կինն է, սկի չի էլ ամուսնացել։ Կամուսնանանք, համ ես մենակ չեմ մնա, համ էլ ինքը։ Պապ ջան, դու 63 տարեկան մարդ ես, մեծ մարդ ես, ինչեր ես խոսում։ Համ էլ մամայի մահվան 2 տարին դեռ չի լարացել։ Ինչ ամուսնանալու մասին է խոսքը, համ էլ վիրավորում ես, ոնց թե ես մենակ եմ։ Բա ես, բա հարսդ, բա երեխեքը, այդ սաղ հեչ, հա? Դու մենակ ես։ Վարդան, կարծում ես 63 տարեկանը մեծ տարիք, հա? Աչքը թարցես, վաղը դու էլ ես 63 դառնալու։ Ես այդ բոլորից համն էլ տանեմ, բոլորդ էլ աչքիս լուսն եք, բայց կինը ուրիշը, տղամարդը առանց կնոջ անտերշան նման է, ինչա, գնանք մեռնենք, Լուսիկն էլ է, չէ մենակ։ Ես չեմ հասկանում, հիմա դու քո դառնես, թե Լուսիկի դառնես։ Համ իմ, համ էլ Լուսիկի։ Ճիշտ ասած, շատ լավ կին է, ընտիր մարդ է, մեղքս ինչ թաքցնեմ, մինչև մորդ հետ ամուսնանալը իրան եմ սիրել։ Դե ասա հենա մորս թաղեցիր բրծար քո հին սերն ես վերականգնում էլի։ Չես ամաչում այդ տղա, ես մորը չեմ սիրել է, պաշտել եմ, վարդի պես եմ պայել, իմ կեսի չապ լիլնեիր, կինդ ուրախությունից պար գգար։ Չգիտեմ հեր, մեծ մարդ ես, նա ենես չանես, որ մենք հարևան բարեկամների մոտ խայտարակ լինենք։ Մեծ մարդ ես, մեծ մարդն էլ իրավունք ունի իր կյանքն ունենալու։ Հիմա չեմ հասկանում, հարևան բարեկամների մասին ես մտածում, թե իմ։ Չգիտեմ, ես գիտեմ, որ 63 տարեկանում չեն ամուսնանում։ Չի պատկերացնում, որ Վարդանս այդքան ծանր կտանի։ Երևի կնոջ հետ խոսեմ։ Կանայք այդ հարցում ավելի խելոք են դատում։ Համ էլ մենակ կինը կարող է ամուսնուն համոզել։
Վայ պապ ջան տանն ես։ Ես էլ մտածեցի գնացել ես երևի դուրս նարդի խաղալու։ Չէ բանես։ Եկա տուն վատը զգացել չի չէ։ Բա ինչ ա եղել պապ ջան։ Սուրճ սարքեմ, կարող է ճնշումը տա։ Աշխեն 32 տարեկան, Վարդանի կինն է, մասնագիտությամբ դերձակ է։ Երևի գլուխս ինչ-որ մի տեսակ տրաքում է։ Ոյ, չէ, հեսա սուրճ կսարքեմ։ Խմես։ Չէ, Աշխեն ջան, հանգիստ նստի, կանցնի։ Երևի ջղայնացա դրանից էր։ Ինչ ես ջղայնացել, այ պապ ջան, ինչ ա եղել։ Ոնց ասեմ։ Դու ինձ երևի ավելի լավ կհասկանաս, քան Վարդանը։ Վարդանի հետ եք վիճել, ինչ ա պատահել, պապ։ Աշխեն ջան, հորդ տեղն եմ, փորձիր ինձ հասկանաս։ Պապ, դե շուտ ասա, արդեն իրոք անհանգստանում եմ, էլի։ Ախր ոնց ասեմ։ Աշխեն ջան, դու ոնց կնայես այն փաստին, որ ես ուզում եմ ամուսնանամ։ Ամուսնանաս։ Հա, ինչ կա որ։ Միշտ ապիր վագմար մտածել։ Դու գիտես, որ ես քո կեսուրին շատ էի սիրում, պաշտում էի, բայց ինչ անեմ, որ Աստված իրան շատ շուտ տարավ։ Ախր այ պապ ջան, քո ինչն ա պակաս, որ ուզում ես ամուսնանալ, վատ ենք քեզ նայել։ Չէ, Աշխեն ջան, ինչ ես ասում։ Ես քեզանից էլ, Վարդանից էլ անչափ գոհ եմ։ Բայց տղամարդ եմ, չէ։ Չեմ ուզում մենակ մնամ։ Պապ, ուզում ես հարևանների բերանը բացել տաս, հա։ Որ այսն ուրեմն ես մարդուն ինչ ա եղել, որ նոր կին ա ուզում բերի։ Վատ եմ նայում, քիչ եմ էփում, թափում, տիրություն անում։ Ինչը տապակաս, որ ուզում ես ամուսնաս, ինչ ես ուրիշի բերանը բացել տալի, պապ ջան։ Փաստորեն դու էլ մարդուց խելքին ես, հա։ Փորձեք հասկանալ էլի, դիմացինին էլ հասկացեք։ Ախր մարդ է, մարդ, ուզում եմ ապրեմ։ Ինչ անեմ։ Ինչ ես առաջարկում։ Նոր կոնյակ առնենք, գնանք խնամախոսության։ Այ պապ ջան, այ ցավը տանեմ, ախր մարդու ծիծաղն ա գալիս։ Ամաչեք։ Մի քիչ էլ դիմացինի մասին մտածեք։ Ինչ կասեն, ինչ կմտածեն, էտեք էլի։ Իսկ իմացին ով պետք է մտածի։ Լավ էլի պապ, արի վերջացնենք, իրոք իզուր ուրիշի խոսացնել մի դուր։ Փաստորեն կինը մարդուց բեթարը դուրս եկավ։ Ոնց վարվեմ, Տեր Աստված, չգիտեմ, ոնց վարվեմ, ինչ անեմ։ Այ բաբկեն, քանի անգամ ասեցի չգաս, էլի եկար։ Ինչ վատ կլինի, որ միասին նստենք, սուրճ խմենք։ Համ էլ ամանդ տանը չի, չէ։ Բայց ժամին ամալուրդ կլինի, իհարկե աշխատանքի է։ Լուսիկ 55 տարեկան, ամուսնացած չէ, աշխատում է հիվանդանոցում որպես բուժքույր։ Քո սիրած վաֆլին եմ բերել։ Չէ, բաբկեն ջան, դու անուղելի ես։ Նստի։ Լուսո ջան, ինձ ջղայնացնողներ շատ կան։ Գոնե դու փորձիր ինձ հասկանաս։ Ախր ինչ հասկանամ։ Վայ բաբկեն, ամոթ է, չէ։ Եկա մարդիկ ենք, ինչ ամուսնություն։ Եկա։ Այդ որ չես ասում, այդ եկան, ոնց որ տակ թավայով 10 գլխիս։ Դու սկի 55 տարեկան չկաս։ Ես էլ 60 ենք, հա։ Արտասահմանում այդ տարիքում նոր ամուսնանում են։ Արտասահմանում գլուխները պատով են տալիս։ Ինչ ասես անում են, ուրեմն մենք էլ պիտի անենք։ Ախր բաբկեն ջան, դու թորատեր մարդ ես։ Դե ես էլ եղբորս երեխաներից եմ ամաչում։ Դե լավ էլի։ Արի ամաչենք,
Դու ստեղ մենակ մնա, ես էլ այդտեղ։ Բաբկեն, տղայիդ հետ խոսեցիր։ Հա, համ տղայիս, համ էլ հարս։ Ես Վարդանին հասկանում եմ, մայրագործեր էլ, շատ էր կապված հետ, բայց կարծում եմ ուշ թե շուտ ինքը ինձ կհասկանա, համոզված եմ։ Բա հարսդ ինչի ասում։ Հարսն ինչ, իմ կռիվը Վարդանի հետ է, ժամանակի ընթացքում որ հասկացավ, հարսն էլ ձենը կկտրի, մի քիչ ժամանակ է պետք լուսո ջան, համբերություն ու ամեն ինչ լավ կլինի, հավատա։ Վայ բաբկեն, չէ իսկապես դու անուղղելի ես։ Լսի, քեզ որ մնա երևի հարսանիք էլ անես, հա։ Վայ ես ինչ լավ միտք ասեց, լուսո ջան անեց սիրուն հարս կլինես։ Ասոսուսն այլ է ամոթ է։ Ինչ է եղել որ։ Ջայլ սիմպատիչնի աղջիկ տղայինք, վատ կլինի, հա։ Բաբկեն ջան, դու երբեք չես ծերանա, որովհետև 20 տարեկանի հոգի ունես։ Դո դե տեղը որ եկավ 120 տարեկան կտանեմ, կծալեմ։ Հոգու խորքում Լուսիկը համաձայն էր Բաբկենի հետ։ Աշխարհում բոլորից շատ նա էր ուզում ազատվել այդ ճնշող մենակությունից։ Բայց դաստիարակությունն ու մտածելակերպը խոչընդոտում էին նրան իր երջանկությունը կառուցելու։ Աշխեն։ Բարդ եկար։ Ոնց ես։ Էսին։ Սովորական էլի։ Մի տեսակ ես, ինչ որ բան է եղել, դուրս չի գալիս տրամադրությունդ։ Ոչ մի բան էլ չի եղել։ Ուղղակի մի քիչ նեղված եմ։ Կարող եմ նույն բանից ես նեղված ինչ որ ես ներև ուշ եկար քնած էի, չհասցրեցինք խոսել։ Դու ինչից ես նեղված։ Քեզ ինչ ա եղել։ Հեչ։ Մտադիր եմ նոր սկեսուր ընդունել երևի թե։ Փաստորեն պապան քո հետ էլ անկեղծացել։ Հա։ Անկեղծացավ ու ասեց. «Բալիկ ջան, ինձ էլ հասկացեք, ես էլ եմ մարդ, ես ուզում եմ ամուսնանալ»։ Դե կներես Վարդան ջան, ես էլ նեղվեցի, ասում եմ պապ ջան, կարող է քեզ թվում է մենք քեզ վատ ենք պահում։ Ինչ տապակած որ ամուսնանում ես, իզուր տեղը հարևանների բերաններն է բացում ես։ Ես էլ ջղայնացա, նեղվեցի։ Այն այս տարիքում այդ մարդուն հետ ինչ մեղու կծեց չիմացանք։ Ես Վարդան իմ կիսուր կեսրարից բացի ուրիշ իմ պահողը չեմ։ Ես զարմանում եմ։ Մորիցս հետո հերս։ Ոնց կարա դրան ուզի։ Ոնց դրան։ Այսինքն մեր նոր հարսիկին մենք գիտենք արդեն, ես էլ գիտեմ նոր պիտի գնանք, ընտրենք, տեսնենք ու մեծ ամուսնանալու, բայց չի ամուսնանալու։ Փաստորեն պապան ամեն ինչ չի անկեղծացել քո հետ։ Դե չէ, ընթացքում մի քիչ բորբոքվեց, նեղվեց, տենց մինչև որ չեն խոսել, բայց ասա տեսնեմ ով է։ Դե պինդ բռնվի։ Հաշվի բռնված է։ Են մեր հարևան պառաված օրիորդ Լուսիկը։ Ուզում ա տան մեջ 2 շեկ մազերով հարսնի։ Այ աստվածի, պապան լրիվ, ինչ որ հետը լավ էլի Վարդան։ Խոսա հետը բացատրի, որ տես չի լինի։ Չհասկաց արևին բան է, հա, Լուսիկն էս հույս ունի, որ մենք պիտի իրան պահենք, պահպանենք, վերջում էլ թաղենք։ Ես դրան պահողը չեմ։ Պահո, փաստորեն քեզ մենակ էդ է հետաքրքրում էլի, դու քո դարբն ես։ Ես պահողը չեմ, էլ չես ասում, որ աշխարհով մեկ խայտարակ ենք լինում։